Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն ապրիլի 16-ն է, կարծում եմ շատ հետաքրքիր եւ կարեւոր թողարկում ունենք այսօր, դուք կհետևեք եւ ձեր գնահատականը կտաք միանշանակ, ունենք հարցեր, որոնք որ վերաբերվում են Հայաստանին, Ուկրաինային, Իրանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Չինաստան հարաբերություններին։ Աշխարհը այն աստիճան է խառը դարձել, որ իրոք շատ շատերի համար հիմա դժվար է գլուխ հանել, թե ինչ է կատարվում, հատկապես դժվարացել է ամեն ինչ Դոնալդ Թրամփի հայտարարություններից եւ գործողություններից։ Սկզբում կցանկանայի ընդհանուր իմ տեսակետները ներկայացնել, թե ինչ է փոխվել տարածաշրջանում այս 1.5 ամիսների ընթացքում եւ ինչ փոփոխություններ կարող է բերել այս պատերազմը, որը որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, մեծ պատերազմը, որպեսզի հասկանանք եւ ավելի լավ պատրաստվենք հնարավոր փոփոխություններին եւ հետո արդեն կներկայացնեմ ամենավերջին եւ թարմ իրադարձությունները, կփորձեմ նաեւ մեկնաբանել այդ հենց դրանք, այսինքն տեղի ունեցողը։ Բայց հիմա ընդհանուրից խոսենք, սակայն նախքան դա խնդրում եմ անպայման լայքել, ամեն մի լայք իրոք օգնում է մեր տեսանյութերի տարածման համար, տեսնում եմ, որ ընդհանուր YouTube-ը пассивացել է, դա ոչ միայն իմ մոտ է նկատվում, շատերի մոտ է դա նկատվում, ոչ բոլորի, բայց շատ շատերի, չգիտեմ ինչով է դա պայմանավորված, հնարավոր է ընտրությունների թեման է ավելի առաջնային պլան եկել, բայց արտաքին քաղաքականությունը եւ աշխարհում տեղի ունեցածը նույնպես կարեւոր է։ Եվ ինձ համար կարող եմ ասել, որ նույնիսկ ավելի կարեւոր է։ Ուրեմն ամիս ու կես է, ինչ մենք նոր իրականության մեջ ենք գտնվում մեր տարածաշրջանում։ Նախկինում, եթե դուք ուշադիր հետևել եք մեր հաղորդումներին, ես ասել եմ, որ Դոնալդ Թրամփի գործողությունները, հայտարարությունները, ես անձամբ չգիտես ինչու համեմատում եմ իրեն Ներոն կայսրի հետ, ով այրեց Հռոմը, բայց նույն ժամանակ Հայաստանի համար լավ էր։ Այդ համեմատությունն եմ անում, բայց կարելի է էլի ուրիշների հետ նույնպես համեմատել Դոնալդ Թրամփին։ Թրիփ ծրագիրը, Վաշինգտոնյան համաձայնությունը օգոստոսի 8-ի, դա շատ մեծ հույս էր, անձամբ մեզ համար։ Փաստացի այդ փաստաթուղթը մեծ հնարավորություններ բացեց մեր տարածաշրջանում եւ մեծ հույսեր առաջացրեց Թրիփ ծրագրի եւ խաղաղության հետ կապված։ Հայ-ամերիկյան հարաբերությունները նույնպես թևակողեցին լրիվ նոր փուլ։ Մենք այդ ամենին ականատես եղանք։ Հետո մենք տեսանք, թե ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կարողացավ իր վերահսկողության ներքո վերցնել Վենեսուելան։ Դա ավելացնում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը ամբողջ աշխարհում եւ շատ կարևոր ձևով հնարավորություն տվեց վերահսկել նաեւ վենեսուելական նավթը, դրանով իսկ ազդելով Չինաստանի ազդեցության վրա, ճիշտ է շատ քիչ տոկոսային հարաբերություններով, բայց այնուամենայնիվ բավականին հարց փոխող օպերացիա էր դա աշխարհում։ Թրամփը շատ ոգևորվեց դրանից եւ հաջորդ օպերացիան Իրանն էր։ Բայց այդ ժամանակ մենք նույնպես շատ լավ հասկանում էինք, որ Իրանը դա Նետանյահուի երազանքն է։ Նետանյահուի երազանքն է եւ ամեն ինչ տեղի ունենում այն ժամանակահատվածում, եւ շատ լուրջ լարվածություն կար Եվրամիության երկրների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ։ Թրամփը զուգահեռաբար լարվում, վիճում, անպատվում էր եվրոպական առաջնորդներին։ Եվ երբ որ ինքը մտավ այդ մեծ պատերազմի մեջ, ինքը չգիտես ինչու ակնկալում էր, որ եվրոպական երկրները կաջակցեն իրեն, կօգնեն իրեն, բայց եվրոպական երկրները տեսնում էին, որ այս պատերազմը իրենցը չէ։ Այս պատերազմը Նետանյահուի պատերազմն է եւ նույնիսկ ոչ Դոնալդ Թրամփի։ Մի կողմից Եվրոպական միությանը նաեւ ձեռնտու դարձավ այն, որ Դոնալդ Թրամփի դիրքերը թուլանում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Փաստացի դա տեղի է ունենում մեր աչքի առջև այսօր։ Եվ ես կարծում եմ, որ միջանկյալ ընտրությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ բան են փոխելու։ Սակայն մինչև դա այս բարդ իրավիճակը փաստացի ավելի խորը հարված հասցրեց այդ ամենը
այդ ամենը Եվրամիություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունների վրա։ Նախկինում եթե եվրոպական երկրները չէին աջակցում ուղղակի Դոնալդ Թրամփին, ապա մենք հիմա տեսանք լարվածություն, կոնկրետ լարվածություն եվրոպական առաջնորդների եւ Դոնալդ Թրամփի միջեւ։ Արդեն եվրոպական առաջնորդները նույնպես սկսեցին արտահայտվել Դոնալդ Թրամփի մասին, ճիշտ է դերևս զգուշավոր, բայց արտահայտվել։ Հետո մենք տեսանք հիմա այս վերջին օրերին, թե ինչպես Հռոմի Պապի եւ Դոնալդ Թրամփի միջև լուրջ հակասություններ կան, եւ նույնիսկ Իտալիայի վարչապետ Մելոնին պաշտպանեց Հռոմի Պապին։ Այսինքն աննախադեպ շատ լուրջ լարվածություն է գնում, եւ ահա այս ֆոնին Թրամփը կրեց իր հերթական պարտությունը, կարող եմ փոքր չափազանցված եմ ասում հերթական պարտություն, քանի որ դեռևս Իրանում չեմ կարող ասել, որ Թրամփը պարտություն է կրել, բայց լուրջ թուլացել են իր դիրքերը եւ լուրջ խնդիրներ ունի Թրամփը։ Սակայն Հունգարիայում միանշանակ Թրամփի ծրագրերը չանցան։ Կարելի է սա համարել Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի պարտությունը Հունգարիայում։ Ահա այս ընտրություններով Հունգարիայում, որոնք որ տեղի ունեցան, հաստատեցի Եվրոպական միության դիրքերն են ամրապնդվում։ Իսկ այն ինչ տեղի ունենում Իրանում, արդեն մեծ խնդիր է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, բայց նույն ժամանակ նաև ամբողջ արևմուտքի համար։ Ինչքան էլ մեծ լինեն հակասությունները Եվրոպական միության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, ինչքան էլ շատ ցանկանան եվրոպական առաջնորդները Թրամփի տապալումը, բոլորը մեկ բան շատ լավ հասկանում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքերի թուլացումը Մերձավոր Արևելքում դա հարված է հասցնելու նաև իրենց եվրոպացիներին, ընդհանուր արևմուտքին եւ հիմա ահա այստեղից կարծում եմ որ կարևոր անդրադառնալ նաև մեզ։ Եթե մենք ողջևորված ենք նրանով, որ շատ կարևոր փաստաթուղթ ստորագրվեց Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, ես անձամբ շատ ուրախ էի, խոսում էի անընդհատ դրա մասին, խոսում էի TRIP ծրագրի մասին, հիմա էլ եմ խոսում, հիմա էլ եմ ուրախ, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է, բայց նույն ժամանակ տեսնում եմ այն եւ հիմա փորձում եմ խոսել այն մասին, ինչի մասին շատերը չեն ցանկանում ուղղակի խոսել։ Մենք շատ անգամ մեր ցանկությունները գերադասում ենք խոսել մեր ցանկությունների մասին, բայց խնդիրը նրանում է, որ կարող է շատ շուտ իրականությունը փոխվել նաև մեր տարածաշրջանում, ցավոք սրտի։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքերը թուլանան Մերձավոր Արևելքում, Աստված ոչ արասցե, դրա համար Թրամփին ես բնութագրելով իր անհավասարակշռված մոտեցումները, հայտարարությունները, ամեն ինչ, միևնույն է, ցանկանում եմ, որ Թրամփը կարողանա ինչ որ միտեղ տանել հաղթանակ։ Հույսով եմ ճիշտ եք ինձ հասկանում։ Բայց եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքերը թուլանում են մեր տարածաշրջանում, մենք նոր խնդիրների ենք բախվում։ Կրկին առաջ են գալու խնդիրները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, Հայաստանի եւ Թուրքիայի միջև, կրկին ակտիվանալու է Ռուսաստանը, կրկին բարելավելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, միջադեպ հիմա արդեն Օվերչուկը գտնվում է Բաքվում, տեսնենք թե ինչ կբանակցեն, ասում են, որ ինքնաթիռի հարցով այդ խոցված ազալ ինքնաթիռի հարցով պայմանավորվածություններ են ձեռք բերվել, հաստատի Ադրբեջանը հասնում է իրենին եւ այդ հարցը կարող է լուծված համարեն եւ սկսեն կրկին համագործակցել, բայց աշխարհակաղակական կոնտեքստ կա այդ համագործակցության մեջ նույնպես։ Ես չեմ կարծում, որ Բաքուն կամ Իլհամ Ալիևը շատ է ցանկանում հիմա կրկին ընկնել Ռուսաստանի գիրկը, բայց կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի տարածաշրջանում, որ ամենաառաջինը ինքը թռչի Պուտինի գիրկը, կներեք այսպիսի արտահայտությունների համար, բայց կա դա։ Հաջորդը այն է, որ մենք այլևս չենք ունենա այդպիսի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպիսին ունեինք օրինակի համար Բլինկենի ժամանակահատվածում։ Ինչի եմ ասում Բլինկեն, չեմ ասում Բայդեն, քանի որ Բլինկենը ամենա ակտիվ ներգրավումը ունեցավ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ եւ մի քանի անգամ զսպեց, կոնկրետ զսպեց Իլհամ Ալիևին։ Հիմա կանի դա JD Vance-ը, կանի դա Մարկո Ռուբիոն, կանի դա Դոնալդ Թրամփը, կամ նույնիսկ եթե անեն եւ ավելիով փորձեն անեն,
այդ հնարավորությունները կունենան, թե չէ, այդ ազդեցությունը կունենան, թե չէ։ Սրա համար ես չեմ կարող ասել լուծումը որը պետք է լինի, բայց որ ահա այս հարցերը պետք է մենք մեր աչքի առջև վերցնենք, դա միանշանակ է։ Պետք է մենք ունենանք մեր աչքի առջև ահա այս խնդիրները։ Եվ սրան գումարած, եթե Հայաստանում ընտրությունների արդյունքներով հանկարծ, չէ շատ քիչ հավանական է, բայց հանկարծ հաղթանակ տանեն պրոռուսական ուժերը, ուրեմն միանշանակ գիտեցեք, որ ամեն ինչ դասավորվում է այնպես, որ մենք կունենանք նոր պատերազմ, նոր ռազմական գործողություններ եւ միանշանակ այդտեղից արդեն հաղթող դուրս գալը շատ ավելի դժվար կլինի, քան նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ էր։ Ավելի կարող է բարդ իրավիճակում հայտնվի Հայաստանի Հանրապետությունը, քանի որ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն, Իրանը նույնպես այդ ժամանակ չգիտես ինչ դիրքորոշում կարող է ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պատերազմի արդյունքներով։ Թուրացած Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է միայն Եվրոպան կհրաժարվի մեզանից, եթե ընտրություններում հաղթանակ տանեն պրոռուսական ուժերը։ Պրոռուսական ուժերին ուղղակի կասեն ֆաս Ռուսաստանից, բայց իրականում կլինի այն, որ Ադրբեջանին կասեն գրավեք Սյունիքը։ Ես շատ վատ բաների մասին եմ խոսում, սիրելի հայրենակիցներ, չեմ ուզում որևիցե մեկին վախեցնել, բայց մենք պետք է ամենավատատեսական սցենարները նույնպես ունենանք մեր աչքի առջև։ Եվ պետք է մտածենք, թե ինչպես միասին պետք է կարողանանք հակազդել ահա այդ ծրագրերին, այդպիսի իրականության ձևավորմանը։ Դուք տեսնում եք, որ իմ վերլուծությունները, իմ հաղորդումները տարբերվում են շատերից նրանով, որ ես ասում եմ, որ հնարավոր են տարբեր սցենարներ, եւ միշտ մենք փորձում ենք փոխել մեր վերլուծությունները, ելնելով նրանից, թե իրականում ինչ է տեղի ունենում հողի վրա։ Այսինքն փոփոխություններ են գրանցվում ամբողջ աշխարհում, լրջագույն փոփոխություններ, աշխարհի մեծ խոշոր ուղեղային կենտրոնները նույնիսկ գլուխ չեն հանում, չեն հասցնում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, դրա համար մենք էլ նույնպես մեկ շատ անգամ դժվարանում ենք եւ ներկայացնում ենք ձեզ միանգամից մի քանի հնարավոր սցենարներ։ Եվ վատթարագույն սցենարներից մեկը հիմա դա է, ինչի մասին ես խոսում եմ։ Բայց ասեմ, որ ամեն ինչ այդքան վատ չէ, կան հետաքրքիր ազդակներ այն մասին, որ այնուամենայնիվ շատ մեծ է հավանականությունը, որ կարողանան պայմանավորվել Իրանը եւ Միացյալ Նահանգները։ Այդ մասին հաղորդում է նաեւ հեղինակավոր Axios-ի լրագրողը եւ ասում են, որ հաջորդ շաբաթվա վերջ բանակցությունները կվերահսկվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ։ Հիմնական հարցը լինելու է Հորմուզի բացումը եւ Իրանի ատոմային ծրագիրը։ Միջայլոց Պեսկովը հայտարարել է, որ իրենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին առաջարկել են դուրս անել հարստացված ուրանը, տանել Ռուսաստան, հրաժարվել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Լավ, ամեն ինչին արի քերթով գանք, մի քիչ երկար խոսեցի։ Հիմա ամենակարևորը, ըստ ինձ, մի քանի բառով անդրադառնանք։ Հիմա կարևոր է իմ պատկերացմամբ մի քանի բառով անդրադառնանք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Երեք մի քանի հայտարարությամբ էր հանդես եկել Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովում սա էլ է պատկերը ավելի պարզ դարձնում մեզ համար։ Նա ասում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված։ Սա կարևոր նախընտրական թեզ է Փաշինյանի, հասկանանք, երբ որ ինքը ասում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված, այսօրվա իրողությունից ելնելով, այսօրվա իրականությունից ելնելով, դա այդպես էլ կա։ Վաղը կարող է մեծ փոփոխություններ տեղի ունենան աշխարհում։ Եթե աշխարհում գլոբալ փոփոխություններ չգրանցվեն, ես ասեմ ձեզ հաստատ, միանշանակ է, որ Ադրբեջանը չի ցանկանա պատերազմ սկսել կամ լարել հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այսինքն այս առումով Փաշինյանը ճիշտ է ասում, որ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Բայց թե ինչքանով այն ամուր է, կախված է աշխարհակաղակական զարգացումներից։ Փաշինյանի խոսքերով խաղաղությունը ունի պարտադիր իրավական ուժ եւ իր խոսքերով դա պայմանավորված է նրանով, որ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը
ընդունվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ դա երկկողմանի ստորագրված առաջին միջազգային պայմանագիրն է։ Հասկանում եմ ինչ է ասում Փաշինյանը, շատ կարևոր փաստաթղթի վրա է հղում անում, բայց բայցերի մասին ես քիչ առաջ էի խոսում։ Անցնենք հաջորդ հայտարարությանը Փաշինյանի։ Հորմուզի նեղուցի մասով, շրջափակման մասով նա ասում է, որ շատ ավելի բարդ կլիներ մեզ համար իրավիճակը, եթե չբացվեր երկաթգիծը Ադրբեջանից Հայաստանի համար։ Եվ այս ադրբեջանական երկաթուղիների բացումը տեղի ունեցավ շատ կարևոր ժամանակաշրջանում, ասում է Փաշինյանը։ Խոսելով թրիփից, նա ասում է, որ հիմա մենք մուտք ենք գործում թրիփի նախագծի իրականացման փուլ։ Աստված տա։ Ես շատ եմ ցանկանում, որ դա տեղի ունենա, եւ ասեմ, որ եթե հիմա Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև պայմանավորվածությունը տեղի ունենա, հավանականությունը շատ մեծ է։ Որևիցե լուրջ խոչընդոտ այլևս չեմ տեսնում։ Ռուսական խոչընդոտը նույնպես շատ թույլ կլինի, որ կարողանա լուրջ խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի եւ Ադրբեջանի, Թուրքիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միջին Ասիայի երկրների համար։ Փաշինյանը ասում է, որ ի հեճուկս միջազգային բարդ իրադրության, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, թե Հայաստանի Հանրապետությունը, թե Ադրբեջանի կառավարությունը տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման թրիփ նախագծի իրագործումը համարում են առաջնահերթություն։ Սա լավ է, որ դեռևս բոլորը համարում են առաջնահերթություն այս նախագիծը։ Սա խոսում է միանշանակ խաղաղության օգտին։ Երբ որ ասում ենք թրիփ, հասկացեք, որ դա հիմքն է նաև խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Փաշինյանը խոսում է նաև պատերազմի երագալու կուսակցության մասին եւ ասում է, որ դա նախկինների հավաքական ուժ է, կուսակցությունը, ինչ որ նման բնութագրումներ է տալիս, ինձ համար ամեն ինչ պարզ է, կարծում եմ ձեզ համար նույնպես այս հարցի վրա երկար չարժի կենտրոնանալ։ Խոսում է հայ-ռուսական հարաբերություններից, նա ասում է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ասում է, որ շատ հաճախակի են հանդիպումները դարձել, ահա այստեղ ես միանշանակ համաձայն չեմ Փաշինյանի հետ, բայց նայած թե որ դիտանկյունից այստեղ էլ նայես։ Ես դիտմամբ եմ ահա այսպես խոսում, որ տարբեր դիտանկյուններից մենք կարողանանք նայել։ Նախ սա կարող է հնչել որպես նախընտրական հայտարարություն։ Հաջորդը, եթե մենք ընդունում ենք, որ նախորդ տարիներին այս իշխանությունից առաջ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները ծառայի եւ տիրոջ կարգավիճակում էին, ապա այստեղ հարաբերությունների մասին չի կարելի խոսել։ Այստեղ ուրիշ բաների մասին կարելի է խոսել, բայց ոչ հարաբերությունների։ Այդ տեսանկյունից է կարելի ասել, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քանի որ նախկինում հարաբերություններ չեն եղել։ Նախկինում եղել են տիրոջ եւ ծառայի միջև գոյություն ունեցող հարաբերություններ։ Ես այսպես կմեկնաբանեմ Փաշինյանի հայտարարությունը։ Առաջինը նախընտրական տեսանկյունից հայտարարություն, երկրորդը ահա այդ ձև։ Եվ վերջինը, որը որ վերաբերվում է հեցին, հետաքրքիր հայտարարություն արեց նա երեք, որ պարզվել է էլեկտրոէներգիայի գողացում է տեղի ունեցել, շատ են գրել թե իբր զորամասերը շատ են էլեկտրոէներգիա ստացել, ավելի շատ գումար ստանալու համար, ասում է, որ կփորձեն մեր իրավապահները պարզել, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ Շատ հետաքրքիր հայտարարություն է, ես հույսով եմ, որ անպայման այս հարցը կպարզվի, քանի որ չափազանց կարևոր եւ մեծ հետաքրքրություն ներկայացնող հարց է։ Հիմա խոսենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում։ Մի փոքր երկար կստացվի մեր հաղորդումը, բայց ինչ անենք, կարծում եմ կարևոր է, ինչի մասին որ մենք խոսում ենք։ Դոնալդ Թրամփի հայտարարություններին կրկին անդրադառնանք, ստիպված ենք, պետք է անդրադառնանք, բայց պետք է նաև փորձենք գործերից դատել Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Դժվար կլինի անդրադառնալ Թրամփի հայտարարություններին, եւ հետո նաև տեսնել, թե ինչ է անում Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն կա թե չկա Դոնալդ Թրամփը, մի պահ պետք է մոռանանք, որ Թրամփը կա, եւ նայենք, թե կոնկրետ հողի վրա ինչ է տեղի ունենում։ Ուրեմն ինչ հայտարարություն է նա արել երեք։ Չինաստանը շատ ուրախ է, որ ես ընդմիշտ բացում եմ Հորմուզի նեղուցը։ Ես դա անում եմ նաև նրանց համար։ Նրանք համաձայնել են զենք չուղարկել Իրանին։ Այս հայտարարությունը չի կարելի վերլուծել,
Քանի որ հիմա տեղեկություններ են ստացվում, որ Չինաստանը օգնել է Իրանին շատ լուրջ ձևով, նույնիսկ իրենց արբանյակների միջոցով, հստակ կոորդինատներ են տվել, թե որտեղ ինչպես են գտնվում ամերիկյան ռազմաբազաները, այսինքն կես մետր ճշտությամբ Իրանը միշտ էլ իմացել է, թե որտեղ են գտնվում ամերիկյան ռազմաբազաները։ Մենք խոսում ենք նաև այն մասին, որ Ռուսաստանը նույնպես օգնում ու ուղղորդում է։ Օգնում եւ ուղղորդում է։ Այստեղ արդեն փաստեր կան, որ Չինաստանն էլ է փաստացի կոորդինատներ տրամադրել Արբանյակից եւ ինչքան էլ Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված էին հասցնում Իրանի տարբեր օբյեկտներին, Իրանը փաստացի այդ տեղեկությունները ոչ թե իր հակաօդային պաշտպանությունից, ռադարներից եւ այլ ռազմական սարքավորումներից էր ստանում, այլ կոնկրետ Չինաստանից։ Եվ Թրամփը ասում է, նրանք համաձայն են զենք չուղարկել Իրանին։ Եվ ինչպես նշեցի, ամենաառաջինը ասում է, որ Չինաստանը շատ ուրախ է, որ ես ընդմիշտ կբացեմ Հորմուզի նեղուցը, բայց շատերը տեսնում են այն միտքը Թրամփի արածի մեջ, որ հենց Չինաստանին է փորձում վերահասկել Ամերիկայի Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցի միջոցով։ Հիմնականում Հորմուզի նեղուցի վերահսկողությունը պայմանավորված է Չինաստանի հետ, որպեսզի կարողանան վերահասկել Չինաստանի եւ Իրանի միջև նավթի առևտուրը։ Սկոտ Բեսենտն էլ ֆինանսների նախարար Ամերիկայի Միացյալ Նահանգների նույնն էր փաստացի ասում, որ Չինաստանը կարող է գնել նավթ որտեղից ուզում է, բայց ոչ Իրանից։ Տեսանք չէ, որ Թրամփի հայտարարությունը Չինաստանի մասով անիմաստ հայտարարություն էր։ Հետո նա խոսում է Սի Ցզինպինին, ասում է, որ նա հրաշալի անձնավորություն է, ինքը թագավոր է, ինքը համարում է, որ Սի Ցզինպինը Չինաստանի թագավորն է, ասում է շատ լավ հարաբերություններ ունենք, ինքը ինձ է հարգում, ես իրեն եմ հարգում, շատ մեծ սեր ունեն իրենք իրար մեջ, ըստ Թրամփի, բայց ասում է, որ չինացիք պետք է մեզ վերաբերվեն արդարացի, մեզ նրանք արդարացի չեն վերաբերվում, մենք մեծ գործարք կկնքենք իրենց հետ, հույսով եմ, որ կկնքվի այդ գործարքը, եթե չկնքվի շատ ավելի վատ, բայց ես հույսով եմ այդ գործարքը կկնքվի։ Ինչ որ նման հայտարարություններ է անում Թրամփը Չինաստանի մասով։ Եվ այդ հայտարարության մեջ մենք նույնիսկ տեսնում ենք, որ Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կա մեծ լարվածություն, հատկապես Թրամփը ուզում է փոխել խաղի կանոնները աշխարհում, որոնք որ հաստատվել են Չինաստանի համար եւ վերջին տասնամյակների ընթացքում Չինաստանը դրանից հարստացավ։ Փոխել է ուզում այդ խաղի կանոնները։ Հորմուզի նեղուցի մասով Reuters-ի տեղեկություններով Ամերիկայի Միացյալ Նահանգները իրականացնում է ծովային բլոկադան ամբողջ Իրանի եւ Հորմուզը նույնպես բացառություն չէ։ Ինչպես արդեն նշեցի, Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը տեղեկացնում է, որ հաջողություններ կան Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, կա բավականին մեծ պրոգրես, առաջընթաց եւ նույնիսկ մոտեցել են արդեն պայմանավորվածությունների։ Հաջորդ շաբաթվա վերջ տեղի կունենան այդ հանդիպումները, այս մասին խոսեցինք։ Ուղղակի հիմա երբ որ ընդհանուր Իրանի շուրջ զարգացումներն եմ ներկայացնում, դրա համար կրկին խոսում եմ այդ մասին։ Դրանից բացի կա տեղեկություն եւ այս մասին խոսում է Bloomberg-ը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի հետ մտածում են երկարաձգել այս հրադադարը եւս 2 շաբաթով։ Այս մասին նաեւ խոսում էին թուրքերը, փորձում են միջամտել, Եգիպտոսը, Պակիստանը կա, որ հրադադարը երկարաձգվի, որպեսզի կարողանան հասնել պայմանավորվածությունների։ Իմիջայլոց շատերը հիմա խոսում են, որ Թրամփը ասել է պատերազմը ավարտվել է Իրանի նկատմամբ, բայց հստակ շատ չի ասել այդ բառը, նման ձևով է արտահայտվել, բայց կոնկրետ չի ասել։ Կարծես Թրամփի ցանկությունը իրականում դա է, բայց հայտարարությունների հետ արի չշփոթենք։ Նաև կան տեղեկություններ, կան պարբերականներ հեղինակավոր, որոնք որ գրում են, որ շատ անխատեսելի է իրականում իրավիճակը։ Եթե հիմա չստացվի պայմանավորվել, Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում են հանկարծակի հարձակվել Իրանի վրա արդեն ցամաքային գործողություն սկսելով։ Եվ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականները, հատուկ ճոկատայինները շատ բարդ հոգեբանական վիճակում են հիմա գտնվում այն առումով, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ է տեղի ունենալու։ Հասկանում են, որ մի քանի ժամերի ընթացքում կարող է արագ հրաման արձակել Դոնալդ Թրամփը, որ
պետք է ցամաքային գործողություն սկսվի ընդդեմ Իրանի։ Եվ վերջում կարող եմ ավելացնել Իրանի մասով այն, որ Փիթ Հեքսեթի նկատմամբ արդեն impeachment է սկսվում Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում եւ հեղինակը դրա դեմոկրատներն են։ Եթե նման բան տեղի ունենա, սա նաև իր հերթին նշանակելու այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաղթող դուրս չեկավ այս պատերազմից։ Ես այսպես կարող եմ մեկնաբանել։ Մի փոքր այլ ձև են մեկնաբանում դեմոկրատները, պատճառները հստակ նշված է եւ շատ բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու են impeachment հայտարարելու նրան, խաղաղ բնակչությանը Իրանում թիրախավորելուց մինչև անպատասխանատու գործողությունների դիմելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերին եւ հեղինակությանը մեծ վնաս պատճառելը, բայց փաստ է։ Նման գործընթաց սկսվում է ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի։ Եվ մի քանի բառով անդրադառնանք, կարծում եմ, Ուկրաինային։ Ուրեմն երեք շատ հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ասում է, որ 2026 թվականին Ուկրաինային կտրամադրվի 60 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Իմիջիայլոց Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծես թե դեռևս չի հրաժարվում զենք վաճառել ՆԱՏՕ-ին։ Իրանք հպարտանում են, որ այլևս չեն օգնում Ուկրաինային, բայց ասում են զենք կվաճառենք։ Դեռևս այդպես է։ Կարող է փոխեն իրենց մոտեցումը։ Ամենավտանգավորը դա կլինի իմիջիայլոց, եթե նրանք փոխեն իրենց դիրքորոշումը։ Եվ կարևոր մի տեղեկություն կա Ուկրաինայից, որ գիշերը Ռուսաստանը մասսայական հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարբեր քաղաքներին՝ Կիպրին, Կիևին, Դնեպրին, Ադեսային, Զապորոժիային եւ Խարկովին, կամ բազմաթիվ սպանվածներ, օրինակի համար 4 մարդ նախնական տվյալներով Կիևում զոհվել է, 45-ը վիրավորվել են, Դնեպրում 2 մարդ է զոհվել, 27-ը վիրավորվել են, 5-ը դրանցից շատ ծանր իրավիճակում են, Օդեսայում 6 մարդ է զոհվել, 16 վիրավոր կա, Զապորոժիայում 1 կին է զոհվել, Խարկովում 2 վիրավոր կա։ Այսինքն գիշերը Ռուսաստանի Դաշնությունը շատ լուրջ հարվածներ է հասցրել Ուկրաինային, իսկ ուկրաինական դրոները դարձել են սարսափ Ռուսաստանի Դաշնության համար եւ Ռուսաստանի էներգետիկ համակարգը եւ ոչ միայն էներգետիկ համակարգը, նաեւ ռազմական օբյեկտները շատ մեծ եւ լուրջ վնասներ են կրում ուկրաինացիների դրոների եւ հրթիռների հարձակումներից։ Այս պայդրությամբ այս կանը հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։